Փոփոխություն մեր մտածելակերպում։ Ապաշխարությունը ներառում է մտքի փոփոխություն, որը ստիպում է գիտակցել, որ այն, ինչ Աստված է ասում, ճիշտ է, իսկ մենք սխալ էինք։ Որովհետև ես ճանաչում եմ իմ անօրենությունները, և իմ մեղքն ամեն ժամանակ իմ առջև է։ Միմիայն քո դեմ մեղանչեցի և չարը քո աչքի առջև գործեցի, որ դու արդար լինես քո խոսքերում և մաքուր լինես քո դատաստաններում։ Սաղմոս 51:3-4 խոսքեր։ Դանիել 9:4-5 խոսքերում ասում է. «Եվ աղոթեցի իմ Տեր Աստծուն և խոստովանեցի և ասացի. «Ո՛հ Տեր, մեծ Աստված և ահավոր, որ ուխտ և ողորմություն ես պահում քեզ սիրողներին և պատվիրաններդ պահողներին։ Մենք մեղաչեցինք և անօրենություն գործեցինք և ամբարիշտ եղանք ու ապստամբեցինք և խոտորեցինք քո պատվիրաններից և իրավունքներից»։ Փոփոխություններ մեր զգացմունքներում։ Մեր մեղսալիության և մեղավորության անկեղծ գիտակցումը հանգեցնում է անկեղծ վշտի, ամոթի, նույնիսկ ատելության այն ամենի, ինչ դարձել ենք կամ արել ենք։ Սկսում ենք արհամարհանք, խորն ամոթ ու զզվանք տածել այն մեղքի նկատմամբ, որը ժամանակին սիրում էինք։ Եզեկիել 20:43-ում ասում է. «Եվ այնտեղ պիտի հիշեք ձեր ճանապարհները և ձեր բոլոր գործերը, որոնցով պղծվեցիք, և պիտի զզվեք ձեր անձերից ձեր արած բոլոր չարությունների համար»։ Իրավ իմ դառնալուց հետո զղջացի և խելոքանալուցս հետո զարկեցի իմ ազդրին, ամաչեցի և պատկառեցի էլ, որովհետև կրեցի իմ մանկության անհարգանքը։ Երեմիա 31:19։ Որովհետև ինչ որ գործում եմ, չգիտեմ, որովհետև ոչ թե ինչ որ կամենում եմ, այն եմ գործում, այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում։ Ես ինչ խեղճ մարդ եմ, ով կապրեցնի ինձ այս մահվան մարմնում։ Հռոմեացիների 7:15-24 խոսքեր։ Աստծո ընդունելի պատարագը կոտրված հոգին է, կոտրված ու փշրված սիրտը դու չես անարգի, ով Աստված։ Սաղմոս 51:17։ Երկրորդ Կորինթացիների 7:9-ում ասում է. «Հիմա ուրախ եմ, ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, այլ որ տրտմեցիք ապաշխարության համար, որ դուք Աստծո ուզած կերպով տրտմեցիք, որ մեզնից ոչ մի բանով չվնասվեցիք»։ 2 Կորինթացիներ 7:9։